Բարի առավոտ աղջիկներս, ինչպես եք առավոտ շուտ բոլոր կենդանիներին կերակրեցի եւ հիմա գնում ենք լենթիթեռին նայեք գնում ենք լոբի հավաքելու գնում ենք տեսնենք արդյոք կա թե ոչ երեք լավ ջուր եմ տվել լոբիներին, վարունգներին, մաղադանոսին, ռեհանին Այս իրիկու էլ ջուրը կկապենք պղպեղների և լոլիկների վրա դեռ խոնավ են հլը նայեք ոնց որ թե լավանում են աղջիկեր ջան հլը տեսնենք հլը բսմբուկին տեսեք հլը նայեք ինչ լավն է ափսոս թփերը քիչ էր, ես իմանայի, որ սենց լավ թփեր են լինելու, ավելի շատ կառնեի։ Ընտիր են ուղղակի։ Դեռ լոբու մարգերը թացա, բայց ստեղից ստուգելով պետքա գնամ։ Երեք այսքանը ջրել եմ Արսենիս հետ որ հենց տեսնում ես դրսում եմ, մի անգամից գալիս եմ, ես քո օգնականն եմ ասում, անցնում գործի, ինձի համոզում որ իմ հետ հավասար գործ անի, այստեղ ինչպես տեսնում եք նոր սկսում լոբի դուրս գալ, առաջի բերքը դեռ այստեղից չեմ հավաքի աղջիկներս, չէ, այստեղ չկա, նոր ծաղկում է, նոր լավանում է, հիմա անցնենք, այս սպիտակ լոբին հիշում եք, որ առել էի, հենց այդ սորտն է, ու շատ ընտիր աղջիկեր ջան, երկար, ընտիր սիրուն լոբիներ է լինում, մի տեսակ փռված, կարծեմ ձեր ասած չղջիկն է, այստեղից արդեն պետքա հավաքեմ, ստուգեմ, եթե սերմակալած չի լավնո, հավաքեմ, ինքը նորից սկսում է ծաղկել, այն որ նոր կյանք եմ տվել աղջիկներ ջան, այս փոքր է, ուղղակի թփերը շատ նուրբ է, պետքա զգուշորեն հավաքեմ, եկեք ստեղ ես անջատեմ կամերան, հավաքեմ, վերջացնեմ, միանամ ձեզ, ինքը շատ վնասված է, հենց ներկա պահիս էլի, այդքան քախանից հետո ես այսքան խոտն է պետքա հանեմ, որովհետև Գյորգին շատ ուշ գալիս, ինքը չի կարող էլի այդ ժամը 10-11-ին գա խոտ հանի, հետո պետքա արդեն անցնեմ ստեղ, այս թփերը պետքա կարճացնեմ, որպեսզի կարողանամ հեշտ լինի կարտոշկեն հանելը, ամեն դեպքում այն մեծ գործը արդեն հետևում է մնացել, փառք Աստծո, անցանք գործի սիրուններս, բերքա հավաքը սկսված, Էլինաս ու Էրիկս էլ տանն են, Էրիկս արդուն Էլինաս քնած է, Արսենս Գյորգին տարավ մանկապարտեզ, Սուսան տատիկն էլ Աննայաս տունն է, կոֆեի ժամին կմիանամ ձեզ տանը, միասին կսրճենք, աղջիկեք ջան, լնայեք ինչ սիրուն լոբի է, այս կարմիր լոբին, լնայեք, համը չգիտեմ լավնա թե ոչ, բայց որտեղից է այս կարմիր սերմը եկել, այդ մեկը չգիտեմ, հնենց ընտիր է, սիրուն, գույները տարբերվում է էլի, Կամանց արևը վառում է, ես է փորձում եմ արագորեն հավաքել և անցնել տուն, չեմ կարող թողնել լոբին, գիտեք երկու օրը մեկ պետքա պարտադիր հավաքվի, քանի որ երկու օր իրար հետևից ջրել եմ, հիմա արդեն ժամանակն է հավաքելու, արագ հավաքեմ,
Այսպես սիրուն, մատղաշ, համով, անենց համով է, չեք պատկերացնի, ծրես երկու հատ ինչ էի տեսը, ես գայլուկ էլի աշխատում եմ, նայեք, նոր ասկս է աշխատել, ես վերացնում եմ, դրանք գալիս են, աղջիկեք ջան եք ատում, հիմա մի հատ կոֆե դնեմ, կոֆե խմենք ու անցնեմ գործի, եք ինջան տիրա, ջոն, բալուս, նոր վեկացար, հա, մի հատ հոտ քաշեմ, ախ, ես մերող չի, ուտեմ քեզ, ջոն, հələ դեռ քնած է, Արսենը, աղջիկներս միջև լոբին կխաշվի, ես մի հատ ինձ ընդմիջում եմ տալիս, որովհետև դեռ 2 րոպե չեմ նստել, կոֆե խմեմ 3-1-ում, մի հատ էներգիա վերցնեմ ու նոր անցնեմ մնացած գործերիս, գործը չի փախչում աղջիկեք ջան ու նաև չի վերջանում, այնքան ուզում ես արա, անելու գործ կա, լոբիները տեղավորեմ, կեսը արդեն տեղափոխել եմ սարցախցի, ասել տեղափոխեմ ու վերջ, մեկ էլ արդեն իրիկունը մի հատ կջրեմ, վաղ առավոտյան կհավաքեմ, աստծո կամքով տեսնենք, որ ինչպես է վերջանում, ինչպես է սկսվում, այն որ չգիտես էլ ինձ ինչ լինի, առավոտը կամ իրիկունը, ես համեղություն ունեմ, չոկոպայ, ինձ տալիս եմ լիարժեք, 15 րոպե հանգստի, լիարժեք, Այնքան որ մի թեթև լոբիին վախացնում ենք աղջիկեք ջան, շատ չենք խաշվում, որպեսզի չլխվի։ Այն օրը հիշում եք ծաղիկ այն կողմից որ ցույց տվեցի, այս կողմից էլ է բացվել, հələ տեսեք։ Ինչ սիրուն ճոխ Գյորգինայա մեծ։ Լոգասենյակը լավ փայլացնել։ Ամբողջը պետք է լվանամ։ Բայց այս լոբին տեղավորեմ, տեսնեմ ինչ եմ պատրաստում։ Ամենակարևոր հարցին ինչ եփել այսօր։ Դուք ինչ եք եփել, հələ մի հատ գրեք տեսնեմ։ Ինչ համեղություններ եք պատրաստել կամ պետք է պատրաստեք։ Մտածում եմ կարտոֆիլով սոուս անել։ Բայց երեխեքս չեն ուտում այդ ձև, չգիտեմ։ Սուպի համար շատ շոկ է, ինչ-որ սուպ պատրաստեմ, Էլինան կարելի ասել արդեն քանի օր ամենակ մածուն ու բան ա ուտում, հաց։ Նես դժվար է երեխեք հետ, չգիտես ինչ է պես, ինչ է լեփում ես, ամեն ինչ չի որ ուտում են։ Հələ մեծը ասենք ինչ է լեռնի, սուսուպուս կուտի։ Բայց երեխեք հետ դժվար է, մեկը սոխ չի ուտում, մեկը կանաչի չի ուտում, մեկը եփած կարտոֆիլ չի ուտում, այն մեկը ժալկարած չի ուտում։ Այն մեկը մակարոնի սիրահար է, Արսենը, որ գալիս է մանկապարտեզից տուն,
Միանգամից մակարոնին ավազում, ասում անդեղ չեն տվեմ ամ մակարոն էպի, ու այդպես շարունակ աղջիկեք ջան։ Տեսնեմ տանը ոսպ կա, ոսպով ապուր էպեմ, ոսպը ուտում են, մենք սիրով կոլորակները որ պատրաստում եմ, ուտում են։ Պետքա գնամ առևտուրի, ինչ եկել եմ հլը որ տենց մենց առևտուրի չեմ գնացել, տենց օրվա ընթացքում խանութից ինչ վերցնում եմ, հետա գնումների պետքա գնանք։ Ասեցի ես հողից գործերը մի քիչ թեթևացնեմ, որ նոր հանգիստ կարողանամ գործերից նայեմ, լիքը գործեր ունեմ աղջիկեք ջան, գլխից կուտակված։ Ոչ այնային թողնես, ոչ այնային սկսես։ Այդպես սիրունդեր ջան։ Տավորապես կլինի 2-3 կիլոգրամ, եթե ոչ մի փոքր շատ։ Այս թելով լոբիներն է, սարի լոբին, բայց շատ համով է։ Լոբուս վերջացնեմ, անցնեմ կարտոֆիլին։ Հիմա եմ ուզում կարտոֆիլը հանեմ, բայց մտածում եմ կխառնեմ իրար։ Չեմ իմանա որ մեկը անեմ, որ մեկը թողնեմ։ Դրա համար ասեցի լավ դե սպասեք լոբին վերջացնեմ, հետո նոր կարտոֆիլը, բայց լոբին դե նոր է սկսել։ Լոբին արդեն ամեն իրիկու պետքա ջուր տամ, որպեսզի առավոտները ինքը թար մեղնի, հա, այս արևի տակ չթորմշել։ Նենց նոր նենց ընտիր են ծաղկել, մենակ տեսնեք։ Աղջիկներս լոբին մաքրեցի, վերջացրեցի եւ միանգամից խաշլամա պատրաստեցի ոչխարի մսով ու տեսեք ինչ համով է ստացվել։ Համը տեսքը անկրկնելի են։ Աղջիկներս արդեն սկսում է եռալ, հենց սկսում է եռալ, լոբին եռացնում ենք 4 րոպե, որպեսզի ինքը լավ փափուկ լինի։ Այնքան չենք եռացնում, որ պյուրեի նմանվի, հա, լխկվի, այնքան որ ինքը տեսնում եք, որ եփված է։ Ու միանգամից հեռացնում եք, եռացման ջրի մեջից տեղափոխում եք սառը ջրի մեջ։ Ու արդեն ընթացքում ցույց կտամ ինչ ենք անում, որ արդյունքում շատ համեղ սառը ուտեստ ենք ստանում զակուսկի, սառը սալատ։ Հիմա մազ ձեզ ցույց կտամ։ Արդեն ինքը ինչպես տեսնում եք եռում է, թողնում եմ եռա 4 րոպե։ Եկեք աղջիկներս գնանք սամիտ քաղեմ, տեսնեմ կարամ քաղեմ մի քանի այսպես տերև։ Սամիտ, ռեհան, լոբու համար, սխտոր, ստեղի սամիտները արդեն չորացել, հələ տեսնեմ ընդ կարամ քաղեմ։ Ստեղ արդեն ճանապարհներն եմ մաքրում, տեսնում եք խոտերը, մի փոքր թափթփված է, բայց ոչինչ կդզվի։ Հələ թզին նայեք աղջիկեք ջան, ու ուտեմ ես ձեզ։ Ու շատ չէ արդեն երեխեք թզի մա, տեղ կա արդեն թուզը քաղում են։ Ստեղ նոր է ծլեմ։ Ոյ համեմը լավ սերմակալելա, թող լավ չորանա, ընտիր սերմ կվերցնեմ։ Սամիտ, ահա մաղադանոց քաղենք,
որպեսզի մեր սալաթը ավելի համով լինի։ Ну, սառը աղցան կարելի ասել, սառը ուտեստ, լոբով, ինչու չէ, ինչպես կարելի է ճիշտ անվանել։ Հələ նայեք, քանի չի տախացել, եսեք խաղեմ, տանեմ սառցե խցիկ տեղափոխեմ։ Այսքանը բավական է, ռեհան խաղենք, թարմը, ինչ ընտիրա է, բա հոտը այս ռեհանի։ Կարելի է տանեմ կամպոտ էլ էփեմ ռեհանի, դնեմ սառնարան, ու պետք է գնամ լիմոն բերեմ, լիմոնով սարքեմ։ Այսի ռեհան, հələ նայեք ծաղկումը։ Սամիտ ռեհան, սամիթը այստեղ է։ Մեծանում է, ինքն էլ արդեն սերմ էր տվել։ Ծիտրոն է կարելի, թե ծիտրոնի համը մի տեսակ են չի լինի։ Ինչ կառաջարկեք։ Մի հատ լոբին տեսնեմ ոնց է։ Այսօր մի հատ էլ կջրեմ իրիկունը։ Այն կոմը լավ կանաչ, այս կոմը դեղին է։ Երեխեք ջան, ասում եք Աննա ջան, ինչու չէիք փետ դրել սարի, ես չգիտեի, որ այդ սպիտակ լոբին սարի է, ու սենց պետքա բոյովանա, հա։ Վաղը արդեն հավաքելու է, տեսեք, վրան լիք կա։ Ուտեմ ձեզ։ Ես չգիտեի, որ սարի է, որ սարի լիներ, հաստատ չէի ցանի էլի, որովհետև սարու համար փետ է պետք, որպեսզի ինքը վերև բարձրանա։ Ուտեմ ձեզ, հələ ինչ լավն են, թթվի իսկական։ Մի փոքր տանեմ կծկություն տամ, հա, լոբուն։ Սպասեք են երկարներից քաղեմ։ Վայ, տեսեք ինչ լավն է։ Ինձ պետք է թեթևացնեմ, որ ինքը սկսի մեծանալ։ Հեսա լոբին վերջացնեմ, կամ դանդուրով սկսենք համեղություն պատրաստել։ Բիբարները ոնց որ էլի կարճ է, հա։ Անցած տարի էլ էր, այնքան փոքր էր։ Ախր որ այդ շիթիլը առնում ես, չգիտես ինչ շիթիլ ես առնում։ Հերիք այսքան պղպեղը չնայած։ Սմբուկներն էլ են լավացել։ Հալվարունգներն նայեք արդեն փակոցի են։ Ջուր են ուզում, այսօր ջրենք։ Տանցից առեն։ Գալը մստեղ է մոքրեմ։ Գործը որ մարդ է ուտում։ Աղջիկներս հիմա պատրաստում ենք արդեն լոբով սալաթ։ Ինչպես տեսակ լոբին խաշեցի, մի անգամից տեղափոխել եմ սառը ջուր եւ քամել եմ, ջրքամվել է։ Ինչ է մեզ անհրաժեշտ լոբու սալաթ պատրաստելու համար։ Սխտոր, մի 2-3 այսպես զուբչիկ, հա, ասես փոքրիկ, այնքան որ համով համ տա, եթե շատ եք սիրում սխտոր, կարող եք շատ ավելացնել։ Իմ մոտ 3-4 հատիկ sense փոքր էր, մեր հողամասինն է։ Այստեղ ունենք մաղադանոս, ռեհան, սամիտ, մի փոքր կծու պղպեղ կավելացնեմ։ Այստեղ ունենք ուքսուս 6%-անոց, մրգային է, խնձորին է, ունենք բուսայուղ, մոտավորապես 2-3 ճաշի գդալ եւ ունենք աղ։ Հիմա ինչ ենք անում։ Լոբին տեղափոխում ենք այն տարայի մեջ, որտեղ որ պետք է պատրաստենք մեր սալաթը։ Հիմա պատրաստում ենք սոուսը։
փոքր պետք ավելացնենք լոբու վրա։ Ուսուսը, բուսայողը խառնում ենք իրար։ Երկուսն էլ մոտավորապես 3 ճաշի գդալ են։ Ավելացնում ենք մի փոքր աղ։ Աղը նույնիսկ կարող ենք հենց այսպես լոբու վրա ավելացնել, բայց ես այստեղ կավելացնեմ։ Ձեռները պարտադիր լվանում ենք ամեն գործ անելուց հետո։ Ավելացնում ենք սխտորը։ Արդեն պարզ է հերթականությունը սիրուն բոլոր բաղադրիչները խառնում եք իրար և ավելացնում եք լոբու վրա։ Հիմա մանր կտրատում ենք մեր ռեհանը, սամիթը և մաղադանոսը։ Ինչքան շատ, այնքան ավելի լավ ու ավելի համեղ։ Ես լոբին աղա ջրով եմ խաշել աղջիկեք ջան, բայց մի փոքր աղը թույլ էր, դրա համար մի փոքր ևս աղ ավելացրեցի։ Հիմա կտեսնեմ, եթե համը մի տեսակելի թույլ եղավ աղը, էլի աղ կավելացնեմ, եթե ոչ։ Ըստ ճաշակի։ Եթե աղ չեք սիրում, քիչ ավելացրեք, եթե ուզում եք ամեն ինչ համը ամեն ինչ տեղը լինի, միանշանակ առանց աղի համը տեղը չի լինի։ Մանրացնում ենք և ավելացնում ենք թաց բաղադրիչներին, հաճա։ Լավանում դարանքը չտրեցես մատը։ Չէ, բոլես։ Որը զգուշ ես անում, չես կրում։ Վերցնում ենք երկրորդ գդալ, որպեսզի լավ խառնի։ Կարող եք ձեռնոց հագնել, ձեռնոցով խառնել, ես ավելի լավ է ձեռնոց հագնեմ, աղջիկ ջան, որ ավելի հարմար էլի աշխատեմ։ Դե մեր տան համարը ինձ թվում է ոչ մի խնդիր չկա, ում ոնց հարմար, ամեն մարդ իր խոհանոցում ազատ է։ Կուզի մազերը թափած գործ կանի, կուզի եղունգները երկար, կուզի չգիտեմ, ձեռնոցով ավելի լավ կխառնեմ։ Այս ձեռնոցները իմ փրկությունն են, աղջիկեք ջան, էլ տանը, էլ հողամասում։ Վայ, պղպեղը մոռացա ավելացնում, հեսա կավելացնում։ Ոնց որ ձևի համար դրված լիներ։ Վստահ եմ երեխեքը չեն ուտելու, մենք է կծու ենք սիրում։ Խոտանուշ գալիս է։ Ապա։ Այս ով եկավ։ Ով եկավ, տատիկներ։
Մի հատ գրեք տեսնեմ դուք պատրաստում եք այսպիսի սալատ, սիրում եք թե ոչ, թե առաջին անգամ եք տեսնում։ Շատ կծուր չլինի։ Ես չուտում, նա ասա։ Չեք ուտում։ Այ Ինչ չեք ուտում։ Չեք ուտում, մաման, տատիկը, պապիկը կուտեն, տատիկը, պապան կուտեն։ Լավ խառնում եք, վայ։ Նույնիսկ կարող եք լցնել բանկաները, եռացնել, փակել, ոնց որ կանաչ բիբարն ենք անում։ Հələ դեռ ունեմ այդ սալաթից։ Հիմա այստեղ արդեն ինքը լավ խառնվել է, համեմվել է։ Մի հատ ձեզ ցույց տամ տեսքը ու տեղափոխեմ սառնարան։ Ձեռնոցը հեռացնում ենք, քանի որ այդ ձեռնոցով չենք աշխատում։ Իրան պետքա սառու պես, մոտավորապես պետք է մի 24 ժամ կամ ամենաշատը մի 12 ժամ մնա սառնարանում։ Մի հատ տեսախորժելի տեսքը նայեք։ Պատրաստեք սիրով և վայելեք, գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին, ինչպես որ ես եմ անում։ Շատ համով է։ Ամեն ինչ տեղը տեղին է։ Նույնիսկ աղ չի ուզում։ Իսկապես երեխեք անմոհական է։ Արժե ամեն ինչ, 1000 հատ խորոված արժե։ Ես ինչ լավն է։ Այդպես սիրուներս։ Հիմա տեղափոխում եմ սառնարան, հետո կարտոֆիլ կխաշեմ կամ ժարիտ կանեմ, կվայելեն կարտոֆիլի հետ։ Դե ինչ սիրուներս, մեզ բարեխորժակ, ձեզ բարի դիտում, պատրաստեք անպայման սիրով և վայելեք։